Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու Միացյալ Նահանգների առաջարկները։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու Միացյալ Նահանգների առաջարկած ծրագրի շուրջ բանակցություններում նշանակալի գործընթաց է գրանցվել։ Ուկրաինայի պատվիրակությունը վերահաստատեց իր գնահատանքը Միացյալ Նահանգների եւ անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի շարունակական հանձնառության համար պատերազմը դադարեցնելու եւ մարդկային կորուստները կանխելու անխոնջ ջանքերին, հայտարարել է Սպիտակ տունը։ Իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է, որ Եվրամիության միասնական ու համակարգված դիրքորոշումը խաղաղության բանակցություններում լավ արդյունք ապահովելու հիմնական գործիքն է թե Ուկրաինայի, թե Եվրոպայի համար։ Զելենսկին X-ի սոցհարթակում անդրադարձել է Ժնևի բանակցություններին։ Նա նշել է, որ կսպասի պատվիրակության զեկույցին, ինչի հիման վրա կորոշեն հետագա քայլերն ու ժամկետները։ Մենք կշարունակենք համակարգել մեր աշխատանքը Եվրոպայի եւ այլ գործընկերների հետ։ Մենք հույս ունենք հասնել անհրաժեշտ արդյունքների եւ ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կանգնած են Ուկրաինայի կողքին, գրել է Զելենսկին։ Միացյալ Նահանգների կառավարության արդյունավետության գրասենյակը, որը մինչև մայիսի վերջը գլխավորում էր գործարար Իլոն Մասկը, լուծարվել է նախատեսված գործունեության ժամկետի ավարտից 8 ամիս շուտ։ Գերատեսչությունը պետք է դադարեցներ գործունեությունը 2026 թվականի հուլիսին։ Իսրայելական ուժերը Բեյրութի հարավային արվարձանին ավիահարվածի ժամանակ սպանել են լիբանանյան Հեզբոլլահ զինյալ խմբավորման ավագ անդամի։ Սա մի քանի ամիս տևած հրադադարից ի վեր առաջին նմանատիպ հարձակումն է, գրում է BBC-ն։ Հեզբոլլահը հաստատել է Թաբթաբայի մահը, պնդելով, որ Իսրայելը հարվածով հատել է Կարմիր գիծը։ Ջրհեղեղի պատճառով Թայլանդի հարավային Հաթիա քաղաքի 17 հյուրանոցից զբոսաշրջիկները տարհանվել են։ Ջրհեղեղից տուժել է ավելի քան 465,000 մարդ։ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կործանիչի վթարը Դուբայի ավիաշոուի ժամանակ կարող է խաթարել համաշխարհային շուկայում հարավասիական այս հանրապետության կողմից առաջարկվող զենքի արտահանման հեռանկարները։ Այն ցուցադրվել է Դուբայում օտարերկրյա գնորդներին վաճառելու համար։ Այժմ, սակայն, վթարը կարող է խոչընդոտել արտահանմանը եւ արդեն իսկ վնասել Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հեղինակությանը։ Մասնագետները կարծում են, որ վթարի պատճառը կարող է լինել հավասարակշռության կորուստը։ Կործանիչի օդաչուն մահացել է։ Բրյուս Ուիլսի ընտանիքը ցանկանում է դերասանի մահից հետո նրա ուղեղը նվիրաբերել գիտնականներին ճակատագունքային դեմենցիա կոչվող հազվագյուտ հիվանդության ուսումնասիրությանը նպաստելու համար։ Այդ մասին իր նոր գրքում պատմել է դերասանի կինը, մոդել Էմմա Հեմինգ Ուիլսը։ Անի Աբաղյան, Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։